Սև աչքերի պատճառով հեռուստասերիալում Սարան ու Ռեբեկան մտահոգված Էլայի կարգավիճակով կազմակերպում են մի գեղեցիկ ու ջերմ պիկնիկ, ամռան շնչով ու հույսի շաղախով լցված։ Նրանք հրավիրում են Արմանին, ով չնայած սրտի խռովքին ու Սարոյանի բացահայտ արգելքին, գալիս է ի սրտե, քանի որ անհնար է հեռու մնալ մի մարդուց, ում սիրտը դեռ չի հասցրել բաց թողնել։ Արմանն արդեն կորցրել է սահմանները, ինչ կարելի է, ինչ ոչ։ Նրա ներսում ամեն ինչ խառն են։ Սիրո ձայնն ավելի բարձր է հնչում, քան ուղեղի ձայնը։ Նա Էլայի կողքին է, հենց այնպես, ինչպես միշտ պատկերացրել էր։ Նրանք առանձնանում են։ Արմանի ու Էլայի զրույցը մեղմ է, անկեղծ ու սիրո պես անպաշտպան։ Անկեղծ խոստովանություններ են հնչում, լուռ հայացքներ ու շփիթներ։ Այդ տեսարանը աննկատ դառնում է այն պահին, երբ մնացածը դիտում են սրտանց ուրախանալով, որ Էլայի մեջ վառվում է մի փոքրիկ կայծ, նորից ապրելու։ Բայց եթե Էլայի մեջ հույս է մխում, ապա Ռեբեկայի հոգին տապալման եզրին է, նրա ներսում դատարկություն է, ցավ ու մեղքի զգացողություն Վահեի առաջ։ Ռեբեկայի աչքերը լուռ են, բայց այդ լռության մեջ կա աղաղակ։ Արամը չցանկանալով իրեն ավելորդ զգալ, հրաժարվում է գալ պիկնիկի, բայց նրա բացակայությունն է հենց բոլոր հարցերի պատասխանը։ Գոռը փորձում է Սարայից իմանալ, թե ինչ է կատարվում։ Նա ասում է, թե Ռեբեկան անտարբեր չէր Արամի հանդեպ, դա ակնհայտ էր։ Ինչ փոխվեց այս փոքր ժամանակահատվածում։ Սարան պատասխանում է, որ Ռեբեկան չի սառել, նա մարել է ներսից ու այդ լռության մեջ ինքն իրեն է վառում։ Պարզապես Ռեբեկան սովոր է թաքցնել զգացմունքները, որպեսզի բոլորը կարծեն, թե ինքը անտարբեր է։ Եվ հենց այս հանգիստ պահին, երբ թվում էր ամեն ինչ որոշ չափով հանդարտվել է, հայտնվում է Արամը։ Նա անսպասելի է ու վճռական, մոտենում է Ռեբեկային, աչքերում կուտակված հազար խոսք, եւ ի վերջո ասում է. «Ես քեզանից սովորեցի վերաբերվել մարդկանց այնպես, ինչպես իրենք են ինձ վերաբերվում։ Այսուհետ ես քեզ երբեք չեմ անհանգստացնի»։ Նրա խոսքն ավելի ծանր է, քան մերժումը, ավելի հստակ, քան անհրաժեշտ է։ Արամը շրջվում է ու հեռանում, իսկ Ռեբեկան մնում է տեղում, քարացած, լուռ ու անշարժ, բայց ներսում մի ճիչ է, անլսելի բոլորին։ Հարգելի հետևորդներ, արդյոք Ռեբեկան կթողնի, որպեսզի Արամը հեռանա։ Գրեք մեկնաբանություն։ Բարի օր։ Այսօր օրը սկսում ենք էլի պապիկի տնից ու երևի մինչև ուշ էստեղ ենք լինելու։ Չէ, ճիշտ հասկանանք։ Էլի շփվում ես դու։ Այո, նա պետքա տեղը հանեմ, այն օրերի որ չկայի։ Օ, ինչ գեղեցիկ ես։ Oh, thank you. Սիրում եմ քեզ։ Այսինքն հենց նոր դու Հենց նոր ես քեզ էի փորձում։ Լսի դու քեզ ում տեղն ես դրել։ Ինչ է նշանակում փորձում էի։ Չեմ կարող։ Աղաց մոժը խմի։ Վայ, ճիշտ անում։ Ճիշտ անում։ Այո։ Գրացի։ Ասենք հիմա ես ինչ ասեմ ես մարդուն։ Թափ տուն ամենը։ Ամենաշատը մեր սերիալի մեջ գիտեք ես ինչն եմ սիրում։ Որ օրինակ, եթե ես նկարահանման պետք է լինեմ ժամը 10-ին, ես տանից դուրս եմ գալիս 9:55 ու չեմ ուշանում։ Որովհետև նկարահանման բոլոր հրապարակները, գրեթե բոլոր, բացի Վահեի տան location-ից, բոլորը գտնվում են մեր տանը շատ մոտ։ Ու 5 րոպեում ես կարող եմ հասնել յուրաքանչյուր location։ Я выиграла эту жизнь. Շնորհակալություն այսքանը։ Давай. Ես լավ գործընկերուհի ունեմ, չեք կարող պատկերացնել։ Կարանք մի անգամ մենք էլ քո ստորի մեջ հայտնվենք։ Իհարկե Արսեն ջան։ Բարև բոլորին։ Դուք հասկանում եք ձեզ հենց նորով բարևեց։ Նոնաս update եղավ շատ արագ։ Տեքստը դարձավ փոխար։ Այս մեկի մեջ էլ կարանք հայտնվենք։ Այս մեկի մեջ էլ։
Շարժում անոն քեզ, բայց դրանցորի սպանվիլի։ Այս հարցը շատ եք գրել, պատասխանեմ։ Ոչ, ես ապրում եմ Երևանում սեպտեմբեր ամսից սկսած, ու ինչ է ստացվել, որ փաստորեն միաժամանակ աշխատում եմ երկու քաղաքում՝ եւ Վանաձորում եւ Երևանում։ Ես, քանի որ թատրոնից դուրս չեմ եկել, աշխատանքից դուրս չեմ եկել, ամսվա մեջ մի քանի անգամ գնում եմ Վանաձոր, փորձ եմ անում, հաջորդ օրը խաղում ու գումարած դրան իմ հարազատներն են այնտեղ ապրում, այդ պատճառով չեմ կարող կապս կորցնել քաղաքի հետ։ Առաջին ամիսներին ավելի շատ էի գնում, ամսվա մեջ 8-9 անգամ գնում էի, ինչքան ազատ օր էր լինում, բայց հիմա մի քիչ խղճալով ինձ սահմանափակել եմ օրերի քանակը գնալու։ Մի խոսքով այդպես։ Եթե նայեք այս անկողնուն, կհասկանաք, որ չեն ավարտվել, որովհետև ես հիմա Սարայի սենյակում նստած եմ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ նկարահանվում եմ, բայց մի փոքր ուղղում անեմ։ Մեզ մոտ կարծում եմ չկա գլխավոր կամ երկրորդական կերպար, որովհետև զուգահեռ ներկայացվում է 3 քույրիկների ճակատագրերը։ 3-ն էլ ընթանում են հավասար։ Դրա համար այստեղ դուր գալ, չգալ արտահայտությունը կարծում եմ ավելորդ է։ Ու հետո դերի չափը կապ չունի, նորմալ չի, որ դերասանը ուրախանա միայն այն փաստից, որ ինքը գլխավոր է, որովհետև օրինակ կարող ես գնալ թատրոն ներկայացում նայել, բայց քեզ մոտ տպավորվի այն մի մարդը, ով մի նախադասություն էր ասել, ու ուղղակի այնքան հետաքրքիր էր եղել, որ միայն իրեն ես հիշում, օրինակ։ Դրա համար եկեք չնայենք առաջնային կամ երկրորդականին։ Փոփոխությունն անձնականում նկատի ունեք։ Եթե այո, ապա այսպես պատասխանեմ։ Ես կնկարահանվեմ այն ժամանակ, երբ կերպարն ու նախագիծն ինձ դուր գա, բայց եթե տվյալ մարդը իմ առաջ պիտի արգելքներ դնի, ավելի ճիշտ ասի, որ ես չեմ կարող ընդհանրապես նկարահանվել, ես էլ նրան կասեմ հաջողություն։ Ինչ որ վերապահումներ կարող է լինեն, միգուցե ես չեմ կարող ապագայի հետ կապված հստակ բաներ ասել, բայց որ դու քո սիրած աշխատանքով չզբաղվես միայն նրա համար, որ քո կողքի մարդը չի ուզում, կներեք, դա նորմալ չէ, դա աբսուրդ է, դա ահավոր է։ Ինչու է նա եկել ու ուզում քեզ փոխել։ Ես միգուցե շատ խորացա ձեր հարցի մեջ, բայց գիտեմ, որ անձնական նկատի ունեիք։ Եթե ինչ-որ ստանդարտներ ունի, որոնց դու չես համապատասխանում, մոլորակում այնքան մարդ կա, այնքան տեսակի, թող նրանց մեջից գտնի, բայց դուք չփոխվեք, ձեր երազանքները մի կողմ չդնեք, այս խորհուրդս էլ ձեզ, չհարմարվեք նման պայմաններին։ Նայեք, հրնայեկյան ինչ անում։